Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Սյունիքի սահմանային տեղ գյուղից երկու անչափահասներ հայտնվել են Ադրբեջանում։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել առևանգման հատկանիշներով։ Վարչապետ Փաշինյանը 7-րդ օրն անընդմեջ շարունակում է գրել ամենայն հայոց կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ, այսօր արդեն պնդելով, որ Գարեգին II-ը զավակ ունի։ Վերջին մեկ ամսում երկրորդ բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան Երևանում է։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին դիմավորել են երկու հակադիր ողջունող եւ դատապարտող ակցիաներով։ Առաջին տիկնոջ նախաձեռնած կրթվելը նորաձև է միջոցառումը ֆինանսավորվում է բյուջեից, վարչապետի աշխատակազմի միջոցներից։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում պետք է քննարկվեին Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Երբեմնի դաշնակիցներ Թրամփի եւ Մասկի միջև լարվածությունը վերածվել է վիրտուալ պատերազմի։ Սյունիքի սահմանային տեղ գյուղից երկու անչափահասներ հայտնվել են Ադրբեջանում։ Գյուղում սակայն հստակ չգիտեն, թե ինչպես են պատանիները հայտնվել ադրբեջանական կողմում։ Ենթադրում են, որ առևանգվել են։ Ադրբեջանում հայտնված անչափահասների լուրը ցնցել է ողջ տեղ համայնքը։ Պատանիներն առևանգվել են, գերեվարվել, թե մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Բնակավայրում հստակ չգիտեն։ Միայն լսել են, որ տղաները վերջին անգամ գյուղի արոտավայրում են եղել, ոչ հեռու ադրբեջանական դիրքերից։ Ֆելիքս Սավաքյանը տեղ համայնքի կազմում գտնվող Արավուս գյուղից է, հովիվ։ 4 տարի առաջ էլ նա էր ադրբեջանցի զինվորականների ձեռքն ընկել։ Դեռ այն ժամանակ պնդում էր, արոտավայրի հայկական հատվածում է եղել, երբ ադրբեջանցիներն իրենից պահանջել են լքել տարածքն ու հետո գերեվարել են։ Այսօր ասած տեղյակ չէ, արդյոք տղաները մոլորվելու հետևանքով են հայտնվել սահմանի հակառակ կողմում։ Ազգային անվտանգության ծառայությունը կեսօրին հաղորդել էր, որ Սյունիքի մարզի սահմանային տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը 1:20-ին մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում։ ԱԱԾ-ն հրապարակել էր նրանց անունները՝ 18 դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Հայտնել էին ազգային անվտանգության ծառայությունից առանց այլ մանրամասների։ Հաղորդագրությունը հրապարակելուց 8 ժամ անց ԱԱԾ-ն որևէ նոր տեղեկություն չի հայտնել տղաների մասին։ Բաքուն եւս լռում է ու պարզ չէ, ինչ կարգավիճակում են նրանք Ադրբեջանում։ Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ դեպքից։ Ազգային անվտանգության ծառայությունն է դրանով զբաղվում։ Նույն պատասխանն այսօր Ազատությանը տվել էր նաեւ տարածքային կառավարման նախարարը, որը համակարգում է նաև մարզերը։ Տեղ համայնքի կազմում 7 գյուղ է, 7-ն էլ սահմանային։ Արավուսի արոտավայրերը, որտեղ ըստ ԱԱԾ-ի մոլորվել են անչափահասները, ադրբեջանական դիրքերից մի քանի 100 մետր են հեռու։ Տեղ համայնքի ավականու անդամ Արգամ Հովսեփյանն Ազատությանը փոխանցեց, որ տղաներն արոտավայր էին գնացել ձիերի հետևից։ Երկուսն էլ երիտասարդ տղերք են, 12-րդ դասարան ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրանց ձիերի հետևից, էլի դիմացի այս ոստերի տակից։ Գնացել են, բռնվել են էլի հաստորեն։ Պատանիների հարազատները հրաժարվում են խոսել, տրամադրություն չունեն, ծնողներն ըստ տեղացիների տագնապով լուրի են սպասում։ Անցած տարեվերջին էլ գյուղի հովիվներից մեկն էր ադրբեջանական կողմում հայտնվել, նա եւս վերադարձվել էր։ Ըստ գյուղացիների, սահմանի այս հատվածը տարանջատված չէ, կողմնորոշիչ փշալարեր չկան։ Զինվորական կանոնակարգերը սահմանում են, թե միջդիրքային տարածությունը ինչպես պետք է կառավարվի, ինչ պետք է լինի, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի։ Պատկերացնում եք առաջնագծի իրավիճակը, հատկապես
մերձակա բնակիչների կամ սահմանամերձ բնակիչների անվտանգության տեսանկյունից, երբ որ հնարավոր է եղել այդտեղից ելնումուտ ապահովել։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սա խնդիր է համարում ու քննադատում իշխանությանը սահմանի այս հատվածում նվազագույն կահավորման աշխատանք չիրականացնելու համար։ Ըստ նրա, տեղում առնվազն նվազագույն կահավորում պետք է լիներ, քանի որ նման առաջին դեպքը չէ, երբ գյուղացիները հայտնվում են սահմանի այն կողմում։ 2020-ի պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի գյուղերից ոչ միայն բնակիչներ են ադրբեջանական կողմում հայտնվել, այլև զինվորականներ։ Աբրահամյանը պատանիների առևանգման համար պատասխանատու է համարում երկրի ռազմաքաղաքական իշխանությանը։ Ըստ պատգամավորի, Պաշտպանության նախարարությունը առաջնագծի փիլիսոփայությունը կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո է դիտարկում։ Ինչ է առաջնագիծը այդ փիլիսոփայության մեջ կահավորվել կամ կառուցվել, դա ինքնին բնականաբար առաջին պատասխանատուն հենց ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանությամբ ոչ թե այն երկիրն է, որ մեր նկատմամբ ունի տարածքային պահանջներ, որ մեր դեմ կիրառում է ագրեսիվ ռետորաբանություն, այլ մի քաղաքակիրթ եվրոպական երկիր, որի հետ պարզապես հարաբերություններ չկան, եւ այս պայմաններում Հայաստանի իշխանությունն է, որ եւս մեկ ազդանշան է ուղղում հասարակության առայն, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խիստ խոցել են։ Պաշտպանության փոխնախարարն այսօր ազգային ժողովում ոչ այս դեպքին անդրադարձավ, ոչ էլ սահմանի կահավորմանը։ Ազատությունը փորձեց նաև Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամներից մեկնաբանություն ստանալ։ Դրանցից ոմանք հրաժարվեցին խոսել, մյուսներն էլ անարձագանք թողեցին մեր հեռախոսազանգերը։ Ավելի ուշ քննչական կոմիտեից Ազատությանը հայտնեցին, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել առևանգման հատկանիշներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այս պահը չի արձագանքել Սյունիքում հայ պատանիների հետ տեղի ունեցած միջադեպին, փոխարենը ժամանակ է գտել եւ X-ի իր օգտահաշվում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանն ու Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ։ Այսօր Փաշինյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Իրանի նախագահին հեռախոսազանգով։ Կառավարության փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքյանը քննարկել են նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային եւ տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր։ Նախորդին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը Թուրքիայի նախագահին էլ էր շնորհավորել Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ օրը սկսել է ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության մասին հարցով։ Սյունիքի սահմանից անհետացած երկու պատանիների մասին, սակայն ոչ մի խոսք։ Արդեն մի շաբաթ է Փաշինյանը խոշորացույցի տակ է պահում թեման, 8-րդ օրն առնընդմեջ մի քանի գրառում անում եկեղեցու վերնախավին նվիրելով, բայց եթե նախորդ օրերին գրառումներում վարչապետը հարց էր հնչեցնում, այսօր արդեն պնդում է ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Ամենաառաջինը առավոտյան 7:03 րոպեին էր, վարչապետն ինչպես վերջին շաբաթվա բոլոր օրերին առավոտը բացում է Սաղմոսով, ապա անցնում արդեն ավանդական դարձող թեմային հոգևորականների ու նրանցից գլխավորի վեհափառի կուսակրոնության հարցին։ Ժամը 9-ին Հովհաննես Օձնեցու օգնությանն է դիմում նախորդ հարցադրումները համոզիչ դարձնելու համար։ Եթե կուսակրոն մարդ կին առնե կամ կնոջ հետ ապրի, թող հանվի պաշտոնեն եւ չմասնակցի եկեղեցվո պաշտոնական արարողություններուն։ Երկու ժամանց սեփական մտքերն են վերլուծություն, թե ինչու կաթողիկոսը չի պատասխանում իր հարցին զավակ ունի, թե չունի, խախտել է ուխտը, ինչի մասին է Գարեգին երկրորդի լռությունը, վարչապետը այս մի գրառմամբ վեհափառին դուրս է անում վեհարանից։ Լռել նշանակում է համաձայնվել եւ յուրանձը դուրս դնել վեհարանից։ Ասել ճշմարտությունը նույնպես նշանակում է յուրանձը դուրս դնել վեհարանից։ Ստել նույնպես նշանակում է, որ յուրանձը դուրս դնել վեհարանից։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն այլևս հարցեր չունի կաթողիկոսին, արդեն պնդում է Գարեգին B կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Թող Գարեգին երկրորդը ինձ էլ դատի տա հայտարարված արժեքներին եւ կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հետգրություն, հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին։
Ենթադրաբար ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտյան երկրի ղեկավարին զեկուցել էր, որ գիշերը Սյունիքի սահմանային գյուղից 2 երիտասարդներ են մոլորվել ու Ադրբեջանում հայտնվել։ Ոչինչ սակայն չի փոխում երկրի այս օրերի գլխավոր օրակարգը։ Ամենայն հայոց կաթողիկոսը, մայրաթորի սրբազանները, սեռական կյանք ու երեխաներ ունեն, թեման եռում է վարչապետի կաբինետից մինչև խորհրդարանի միջանցքներ։ Խնդիրը այն է, ինչի մասին որ մենք բոլորս տեղյակ ենք, եթե դուք չեք տեսնում Եթե դուք չեք տեսնում։ Արդարադատության նախարարն այդպես էլ չի ձևակերպում, թե խնդիրը որն է, բայց կա խնդիր, որից էլ ըստ նրա վարչապետի մոտ խոսելու կարիք է առաջացել։ Եվ սա ըստ Սրբուհի Գալյանի ամենևին էլ եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ինքնուրույնության խախտում չէ, խառնվել չէ։ Վարչապետը սահմանադրությամբ իրավունք ունի խոսելու առհասարակ, թե ոչ։ Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում միջամտություն, կարող եմ ես չտեսնել միջամտություն։ Եթե այդ կառույցն առանձնահատուկ դեր ունի սահմանադրությամբ, ուրեմն դրա ինքնակարգավորմանը կարող են մասնակցողներ լինել ըստ արդարադատության նախարարի։ Իշխանական թիմը հոգևորականների վարք ու բարքը քննարկելիս ու նրանցից պարզաբանում պահանջելիս ներկայանում է որպես հայ եկեղեցու հավատարիմ հետևորդ, որ անկեղծորեն սրտանց ցանկանում են ամբասիր տեսնել հոգևոր հայրերին, սակայն հնդածս բոլորը մի բան են արձանագրում։ Մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք։ Երբ որ եկեղեցին որոշակի գործընթացներ անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել, որպեսզի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից։ Այդպես էլ պարզ չի դառնում, որպես հայ առաքելականներ են ուզում առողջացնել եկեղեցին, թե համարում են, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, ուրեմն իրենք էլ եկեղեցով կզբաղվեն։ Հայ եկեղեցականներին ուղղված քաղաքականությամբ զբաղվելու թեման նաև Բաքու է հասել։ Հայոց հովապետին մերժում է Կովկասի մահմեդականների առաջնորդը Ալաշուքյուր Փաշազադեին հարցրել են՝ կհանդիպեք, ասել է չեմ պատրաստվում։ Կարեգինը կրոնական դերակատարությունից բացի նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդ չափ ներգրավելը չի սազում։ Ոչ մի սպասում չկա, որ արդեն 8 օր թոփ թեմա դարձած սեռական սկանդալը կսպառվի։ Ավելին 3 խորհրդարանի նախագահը չէր բացառել, որ սահմանադրությունում կվերանային հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը։ Արդարադատության նախարարն այսօր ասաց, այդ գործը չեն սկսել։ Ոչ, այս պահին ոչ, որևէ քննարկում այս մասով չկա։ Դոմփել բառը Ինչու՞ չեմ կրկնել։ Ալեն Սիմոնյանի պես տիկին նախարարը նույնպես Նիկոլ Փաշինյանի բառապաշարում խնդիր չի տեսնում, ասաց գուցե որոշների համար սուր երանգ պարունակող բառամթերք է, իրավական սահմանը չի հատում։ Հանրային ծառայության մասին օրենքի մի շարք հոդվածներ խախտելու բողոքով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էր դիմել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտարարել է կքննարկեն ու երկուշաբթի որոշում կլինի։ Բողոքը վարույթ ընդունում են, թե ոչ։ Փաստաբան Զոհրաբյանը վարչապետի 11 ստատուսներ էր բողոքում ներառել։ Դրանցից մեկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությանն է արժանացել, մինչև այդ բողոքը ներկայացնելը։ Այդ հրապարակման հետ կապված մենք սեփական նախաձեռնությամբ հարուցել ենք։ Եթե արձանագրեն, որ երկրի վարչապետը վարքագծի խախտում է թույլ տվել, պիտի ընդամենը հրապարակային պարզաբանում տա։ Հանձնաժողովն առայժմ քննելու է Փաշինյանի ամենաաղմկոտ գրառումը, որտեղ հայհոյախոսություն է գործող անձինք, մի սրբազան ու մի քեռակին։ Ռուսաստանի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկվանից Երևանում է, նա մասնակցում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումին։ Նա այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նախագահի հետ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը վերջին շրջանում կարծես նվազել է, ամեն դեպքում վերջին մեկ ամսվա ընթացքում սա ռուսաստանցի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։ Մոտ 2 շաբաթ առաջ Երևանում էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Համոզված եմ, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար, կարևոր խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման գործում իշա մեր երկու ժողովուրդների։
Մեր բարեկամությունը ինչ որ մեկին դեմ չէ, մենք երբեք ոչ մեկին ոչ մի բան չենք պարտադրում, չենք ստիպում։ Ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ դնում են այս հարցը կամ մեզ հետ, կամ ոչ մեկի հետ։ Մատվիենկոյի այցի մասին ամբողջական ռեպորտաժը մոնտաժվում է, այն կներկայացնենք հաղորդման ավարտին։ Բայց այս այցը, ինչպես եւ վերջերս Հայաստան այցելած արտգործնախարար Լավրովինը բողոքի ակցիաներով ուղեկցվեց։ Այս անգամ ոստիկանական շարքով առանձնացված երկու հակադիր ցույցեր էին խորհրդարանի մոտ։ Մեկը Մատվիենկոյին ողջունող, մյուսը վտարող պաստառներով։ Մեկում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն էին շեշտում, մյուսում վանկարկում, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։ Россия предатель! Россия предатель! Որ Հայաստանը այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները դրա բոլոր հետևանքներով, իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, սեփական դուքյան, իրենք պիտի այստեղ իմանան, որ մի քանի անգամ ավել պիտի մտածեն Հայաստան գալիս եւ հետայսու բոլոր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին հենց այսպես ընդունավորել։ Բորիս Արմենի! Բորիս Արմենի! Ոստիկանություն ձեր գործարի այդ սադրիչներին ասելի չեք չէ որ դուք իրենց թույլ էիք տվել այնտեղ հիմա ինչի նրանց բերել։ Հարգելի լրատվամիջոցներ, ահա տեսակ մենք այստեղ ողջունում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Հայաստան եւ մեր աջակցությունն էինք հայտնում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, եկան եւ այստեղ տեսեք խանգարեցին մեր ակցիան, երբ որ ոստիկանների թուրքը դու ես այն ոչը Հələ կամացի Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Առաջին տիկնոջ նախաձեռնած կրթվելը նորաձև է միջոցառումը, ֆինանսավորվում է բյուջեից, վարչապետի աշխատակազմի միջոցներից։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում պետք է քննարկվեին Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Երբեմնի դաշնակիցներ Թրամփի եւ Մասկի միջև լարվածությունը վերածվել է վիրտուալ պատերազմի։ Վերաքննիչ դատարանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործի քննությունն այսօր շարունակվել է լարված մթնոլորտում։ Ավելի քան 3 ամիս առաջ առաջին ատյանի դատարանը Հարությունյանին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար եւ դատապարտել 5.5 տարվա ազատազրկման։ Ինքը գեներալ լեյտենանտը պահանջում է իրեն արդարացնել, իսկ դատախազությունը համարում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը մեղմ է։ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատավարությունը։ Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար եւ նրան դատապարտել 5.5 տարվա ազատազրկման։ Հարությունյանը չէր ընդունել այս վճիռը եւ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, մեկն անհետ կորել։ Ըստ մեղադրանքի Հարությունյանը առջևից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել եւ ասել է մերոնք են։ Դրանից հետո հակառակորդը հարձակվել է եւ զինվորները հայտնվել են շրջափակման մեջ, զոհվել։ Կարող եք այդ նույն ձևի հետևում մտածել անդրադարձել, որ այսպես հարցնում։ Մենք ձեզանից պետք է հարցնենք, այսպես անգելեքի չեք հարցնում։ Կարող եք անդրադարձել։ Մասշտաբը չի հավատացնում այն մասշտաբին, որը բանակի հրամանատարը որոշումներ է կայացնում։ Ես դիվիզիոնի քարակային դիրքերի տեղը իմացել եմ այդ ժամանակ։ Ես բրիգադի տեղը գիտեմ, որ բրիգադաները որտեղ է կրվում, ինչ խորությամբ է կրվում, ինչ ճակատով է։ Հազիվ այդքան դա բանակի հրամանատարը հասցնում է մարտական գործողությունների ինտենսիվությունով պայմանավորված
որ հասկանա, որ այդ բրիգադի հրամանատարը բաղում է, ինչ է, որ ես պիտի իր դիվիզիոնի դիտակետերի ծավալման կամ չծավալման մասին Կոնկրետ այդ հարցի վերաբերյալ կա հետևյալ երկու տեսակետը, վկաների մեծամասնությունը, ովքեր որ գտնվել են այդ հրամանատարական խորացված կետում, նշում են, որ Ջալալ Հարությունյանը հստակ ասել է մերոնք են։ Ջալալ Հարությունյանը իր ցուցմունքներում ասում է, որ կարող է մերոնք են կամ կարող է մերոնք են, ստեղծել է այն իրավիճակը, որ երեխաները ընդեղից չեն դուրս եկել։ Եթե ինքը չուներ այդ վստահությունը մերոնք են, թե մերոնք չեն, կարող էր ասել տեղում ճշտեք, որոշեք ըստ տեղանքի։ Ինձ հարցնում եք, ես այս կետում գտնվելով ոնց որոշեմ ովքեր են։ Հիմքեր չունեն, հենց այդ է մեզ վարում, որ որևէ հիմք ասեն մերոնք են, չունեին իրանք։ Ինչու է ասում։ Բա հենց այդ էլ ամփոփությունն է, ամփոփությունը։ Հիմա իրանք հիմնավորում են, ասում են փախուստի դիմաց մարդիկ են եղել, չգիտեմ ինչ է եղել, եթե դա քեզ հիմնավոր դու դա կասկածանք է, նամանավան այն պարագային, որ արդեն հոկտեմբերի 10-ից հետո այդ ուղղությունով հակառակորդը բազմակի կողմերով ճեղքումներ ուներ ու դիվերսիոն հետախուզական խմբերի խոշոր ներթափանցումներ կան։ Ինչն է խանգարել քեզ դու կասկածանք հայտնես, կամ ասես ինձանից եք ճշտում, արա բանակի հրաման։ Հիմա բանակի հրամանատարի նախկին հրամանատարը Ջալալ Հարությունյանը ասում է, այդ իմ կոմպետենցիայի մեջ չի եղել, вообще ինձ խի են դիմել։ Բա այն ժամանակ ասեր, արա դու գժեք вообще, խի եք ինձ դիմում։ Գնացեք ձեր գործով զբաղվեք։ Այսօրվա դատական նիստը թեժ անցավ։ Ջալալ Հարությունյանը փորձում էր արդարացնել իրեն, ծնողները մեղադրում էին նրան։ Դուք պարտավոր եք պարզ ասել, այնքան պարզ, որ եթե անգամ ձեր ասածը ճշմարտություն է, որ խեղաթյուրել եք, խեղաթյուրման արիք չլիներ, որտեղ դուք մարդկանց կյանքերի հետ կապ ունեիք։ 19 տարեկան անմեղ երեխաների, իմ երեխան անգամ սերունդ չի թողել, որ ես գոնե հանուն ես սերունդի ապրեմ։ Դուք ասում եք դուք անմեղ եք, պատասխանատվության կանչի, նույն Գենադի Բաղդասարյանի, ինչու չեք կանչում, Հայկո Թովմասյանը եկել ձեզ մոտ հարց տալու, ինչու սպանեցիք իմ զորքը, ուղարկել եք տուն առանց որևէ հիմքի, բերալ եք փակել եք և ուղարկել եք տուն։ Քանի որ ես դատական նիստին չէի մասնակցում, որովհետև դատավոր Մխիթար Պապոյանը ինձ հեռացրել էր դատական նիստերից, շատ մանրամասներ ինձ հետո հայտնի դարձան, իսկ դատավոր Մխիթար Պապոյանը այսօր արգելեց լրագրողներին իրենց միկրոֆոնները տեղադրել այսպես կոչված ամբիոնի վրա։ Սովորաբար դատական նիստերի ժամանակ լրագրողները հենց այդտեղ են իրենց միկրոֆոնները տեղադրում։ Դատական նիստից հետո փորձեցինք մոտենալ Ջալալ Հարությունյանին եւ հարցեր ուղղել, նա սակայն հրաժարվեց եւ մեզ առաջարկեց զբաղվել մեր գործով։ Պարոն Հարությունյան, ներկա չեք ընդունում, խնդրում եմ ասել։ Ացիր գործի կաց։ Ես սա իմ գործն է, կակրած ես իմ գործն եմ անում։ Ինչու մեղքը չեք ընդունում, ո՞րն է ձեր փաստարկը։ Այսօր դատանում ավագին բան եք ասել, խնդրում եմ հիմա էլ ասել։ Ինչ ասել, գնաց տեղ։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեում, Ազատությանը փոխանցեց նրա փաստաբանը։ 2023 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության եւ զենք զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով Շահրամանյանը վերջին օրերին ինտենսիվ հարցաքննվում է վկայի կարգավիճակով։ Իրավապահները այլ մանրամասներ չեն հայտնում։ Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Ով է վճարում վարչապետ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է արշավի համար։ Պարզվում է հարկատուները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է այսօր տեղեկացրել, որ վարչապետի աշխատակազմի միջոցներից են ֆինանսավորում առաջին տիկնոջ նախաձեռնած արշավը, բայց թե որքան գումար է հատկացվում, հայտնի չէ։ Վարչապետի տիկնոջ առաջնորդած կրթվել է նորաձև է նախաձեռնությունն իրականացվում է հարկատուների վճարած գումարներով պետական բյուջեի հաշվին։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ընդդիմադիր Հայաստան խմբակցության շարքերը լքած պատգամավոր Գեգամ Նազարյանի հարցին։ Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով։
Որքան բյուջե ունի կրթվել է Նորաձևի արշավը, հաճախակի մարզային այցելությունների, միջոցառումների եւ այլնի համար հարկատուների միջոցներից որքան է վճարվում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որն այսօր խորհրդարանում մասնակցում էր անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը, փակագծերը չբացեց։ Բյուջե 2025-ի տողերում կրթվել է Նորաձևե նախաձեռնության մասին որևէ բառ չկա։ Վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեն ավելի քան 24 միլիարդ դրամ է կազմում։ Այն տարբեր ծրագրեր է ներառում։ Աջակցություն հասարակական կազմակերպություններին, հանրային իրազեկում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողություն եւ այլն։ Թե սրանցից որի շրջանակում է ֆինանսավորվում նախաձեռնությունը, Արայիկ Հարությունյանից պատգամավորը չհետաքրքրվեց։ Փակ դահլիճներում անցկացվող կրթարշավը լայնորեն գովազդում է վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը։ Կրթվել է Նորաձևե շարժման պաստառներում ու հոլովակներում հենց հիմնադրամի տարբերանշանն է, այլ ոչ կառավարության լոգոն։ Հիմնադրամի կայքում այս արշավը հենց «Իմ քայլի» ծրագիր է ներկայացվում։ Այդ դեպքում ինչու են այս միջոցառումներն անցկացվում պետբյուջեի, այլ ոչ այս հիմնադրամի տնօրինած մասնավոր միջոցներով։ Ազգային ժողովում հաշվետվություն ներկայացնող վարչապետի աշխատակազմի ղեկավարն այս հարցին նույնպես անդրադարձավ։ Ավելի ուշ կառավարությունից Ազատությանը պարզաբանեցին, աշխատակազմի կողմից ֆինանսավորվում են միայն վարչապետի մասնակցությամբ միջոցառումները։ Վերջին շրջանում այս արշավի գրեթե բոլոր խոշոր հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, ելույթներ ունենում ու հարցերի պատասխանում, երբեմն նաև իր աշխատանքային ժամերին։ Եթե մենք ուզում ենք վերափոխել աշխարհը, պետք է վերափոխենք ինքներս մեզ։ Դա ներկայացում էր որպես մասնավոր նախաձեռնություն այդ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից։ Շատ ավելի կոռեկտ կլիներ էթիկապես, որ դա չֆինանսավորել նույնիսկ վարչապետի այցերի դեպքում չֆինանսավորել պետբյուջեից։ Վարչապետի մասնակցությամբ միջոցառումները կարող են բյուջեից ֆինանսավորվել, բայց այս դեպքում էթիկայի խնդիր կա։ Ընդգծում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Արդյոք այդ արշավը իսկապես վարչապետի գործառույթների շարքում է գտնվում, դա այսպես ասած ռեկլամելը, դա առաջ տանելը, երբ որ մենք անընդհատ մինչև լսել ենք, որ դա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է։ Որքան գումար է հատկացվում, բյուջետային ինչ ծրագրով, այս եւ այլ հարցերով գրավոր դիմել ենք վարչապետի աշխատակազմ։ Սպասում ենք պատասխանին։ Պետական ռեսուրսների օգտագործումը սեփական նպատակների, քաղաքական նպատակների, ամբիցիաների համար։ Սա հանրային միջոցների վատնում է իշխող քաղաքացիական պայմանագրի օգտին ընտրություններում ձայներ ապահովելու համար, կարծում է Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։ Եթե կառավարությունը գտնում է, որ նման արշավ է պետք կազմակերպել, ուրեմն տրամաբանությունն ասում է, որ պետք է լիներ մրցույթ, պետք է ընտրվեր մատակարար, որը կընկներ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ եւ կքարոզեր կրթությունը։ Պետք է ընտրվեն կրթված մարդիկ, կրթության բնագավառում ներդրում եւ արժանինքներ ունեցող մարդիկ։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրածի մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մինչդեռ այս պատմության մեջ լույսկեր չի տեսնում։ Հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն։ «Իմ քայլը» հիմնադրամի Facebook-յան էջից տեղեկանում ենք, միայն այս ամիս կրթվել է Նորաձևե արշավը եւս 6 միջոցառում կանցկացնի։ Այս հանգստյան օրերին Սյունիքում կլինեն 36 հանդիպում արդեն կայացել է։ Ռուսաստանի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանից Երևանում է, նա մասնակցում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումին, այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետի, նախագահի հետ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը վերջին շրջանում կարծես նվազել է, ամեն դեպքում վերջին 1 ամսվա ընթացքում սա ռուսաստանցի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։ Մոտ 2 շաբաթ առաջ Երևանում էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակը ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Բայց թե ինչ հայտարարի են եկել, վարչապետի գրասենյակից չեն մանրամասնել։ Կառավարությունը այսօր օրակարգից հենց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քննարկումներն է շեշտել։ Մինչդեռ ռուս պաշտոնյան ավելի շատ դետալներ է փոխանցել։ Փաշինյանն ու Մատվիենկոն նախ տետատետ են զրուցել եւ բանակցությունները ըստ
ռուսական կողմի ծրագրվածից ավելի երկար են տևել, ապա զրույցը ընդլայնված կազմով է շարունակվել։ Есть понимание необходимости актуализации нашей двусторонней повестки с учетом новых реалий. Լրագրողների հետ զրույցում Դաշնային խորհրդի նախագահը հայտարարել է, թե կա Ամբռնում հարավային Կովկասում տեղի ունեցողի երկկողմ օրակարգը թարմացնելու անհրաժեշտության շուրջ, հաշվի առնելով գետնի վրա ստեղծված նոր իրողությունները։ Հայկական կողմը չի անդրադարձել թեմային, բայց Մատվիենկոն պատմել է, թե Փաշինյանին Պուտինից ողջույններ է փոխանցել։ Я передала привет от президента Российской Федерации Владимира Владимировича Путина, также премьер-министр Никола Бабаевич передал привет нашему президенту. Իրանունից ողջույն Ռուսաստանի նախագահին, ըստ Մատվիենկոյի, նաև Հայաստանի վարչապետն է խնդրել հղել։ У него с Владимиром Владимировичем всегда были, есть и остаются конструктивные, предметные отношения. Նիկոլ Վովաևիչը հատուկ ընդգծեց, որ անկախ ինչ-ինչ հյուրընկներից ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ միշտ ունեցել է, ունի ու շարունակում է ունենալ կառուցողական բովանդակալից հարաբերություններ եւ ինքը որևէ խնդիր նախագահի հետ չունի։ Մատվիենկոն ամփոփել է, թե չի կիսում գնահատականները, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ У меня такого ощущения нет, наоборот. Հակառակը Հայաստանը մեզ նման ցույց տվեց երկկողմ համագործակցության ընդլայնման, նաեւ անվտանգության հարցերում փոխգործակցության իշահագրգռվածությունը։ Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Հայաստանը մասնավորապես դժգոհում էր, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում հապկի շրջանակներում 2022-ին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ, նաև 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները անգործություն են ցուցաբերել։ Բայց վերջին շրջանում երկկողմ այցեր են լինում, օրինակ վարչապետը չնայած արևմուտքի քննադատությանը ընդունեց Պուտինի հրավերն ու Մոսկվայում մասնակցեց մայիսի 9-ի շքերթին։ Կողմերի հռետորաբանությունը նկատելիորեն մեղմացել է, չնայած փոխադարձ կսմիթներ հնչում են։ Մատվիենկոյի հիմնական հյուրընկալը բնականաբար նրա պաշտոնակից Ալեն Սիմոնյանն էր, ազգային ժողովի նախագահի հետ տարածաշրջանին են անդրադարձել, փոխանցեց խորհրդարանի լրատվականը։ Խորհրդարանի խոսնակն ասել է, Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում այսպես է ձևակերպված, որ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այսքանը արդյոք Սիմոնյանը կոնկրետ միջնորդության խնդրանքով է դիմել ու ինչ է պատասխանել Մատվիենկոն չհաղորդվեց։ Ազատությունը եւս այսօր ռուս բարձրաստիճան պաշտոնյայից փորձում է ճշտել հայ գերիների հարցով որևէ միջնորդություն ռուսական կողմը պատրաստվում է իրականացնել, բայց Մատվիենկոն միայն ռուսաստանցի լրագրողների հետ նախընտրեց շփվել, ոչ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիս էր նախատեսված, ոչ խորհրդանում հայ-ռուսական քննարկումներ բաց լրագրողների համար։ Госпожа Матвиенко, Радио Свобода, намерены Россия предпринимать какие-либо шаги, чтобы вернуть армянских пленников. Пожалуйста, мы опаздываем. Մի քանի համատեղ նիստերի շարքում Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն նաև համալիրում կազմակերպված հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին մասնակցեցին։ Սա Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի համագործակցությանն էր նվիրված։ Հենց այս նիստում Մատվիենկոն առաջարկեց հանել դոլարով հաշվարկը հայ-ռուսական տնտեսական չափումներից։ Մենք պարզապես հարևաններ չենք, մենք դաշնակիցներ ենք։ Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի սկզբունքի, փոխադարձ շահերի վրա, եւ մեր բարեկամությունը ինչ որ մեկի դեմ չէ։ Մենք երբեք ոչ մեկին ոչ մի բան չենք պարտադրում, ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ դնում են հարցը կամ մեզ հետ կամ ոչ մեկի հետ։ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշումներ կայացնում։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը եւս իր ելույթում հայ-ռուսական կապերը կարևորեց։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնարարության մասին։ Այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում, վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության եւ նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։ Ու մինչ Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի ներկայացուցիչները ելույթներ էին ունենում, Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն զրույցի էին բռնվել։ Մատվիենկոն երեք երեկոյան է Երևան ժամանել պաշտոնական այցով։ Նրան Զվարթնոցում դիմավորել է անձամբ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես եւ խոստացել էր։
Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկա, Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում։ Սրանք մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն են ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ինչպես շաբաթներ առաջ արտգործնախարարի, այնպես էլ այսօր Դաշնային խորհրդի նախագահի այցի գոնե հրապարակային հատվածում հայաստանցի պաշտոնյաները չքննարկեցին Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքները։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում էլ խոսք չկար։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ վրացական կողմից 3 անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել եւ ասել, որ ծանրաբեռնված են։ Նախորդին Պապոյանը խորհրդարանում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող մեքենաների մի մասը սահմանը հատելու թույլտվություն է ստացել, բայց 72 բեռնատար դեռ շարունակում է մնալ Վրաստանում։ Թեմայի շուրջ զրուցում ենք սոցիալ-տնտեսական կենտրոնի նախագահ Գագիկ Մակարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Այս օրերին Երևանում Վրաստանի մշակույթի օրերն են, այդ երկրի մշակույթի նախարարն է այստեղ, բայց Երևանում նրան չէ, որ անհամբեր սպասում էին, այլ Վրաստանի գյուղատնտեսության նախարարին, ով ենթադրվում էր, որ պետք է լույս սփռեր այդ հանելուկի վրա, թե ինչու են հայկական ոգելից խմիչքները Վրաստանում ամիսներով սպասում դուրս գալուն, այն դեպքում, երբ այդ երկիրը միայն տարանցիկ է։ Վրացի նախարարը, սակայն ըստ հայկական կողմի նշել է, որ չի գալու եւ պատճառաբանել է ծանրաբեռնվածությունը։ Արդյոք ձեր կարծիքով ինչ է կատարվում։ Տարբեր միտինգները Վրաստանի դեսպանության առաջ Երևանում եւ տարբեր պաշտոնյաների դիմումները եւ խորհրդակցությունները ցույց տվեցին, որ էական պատճառ վրացական կողմը չի նշում։ Ընդ որում կատեգորիկ բոլորը կարծես թե խոսքները մեկ են արել ու միայն մի բան են ասում, որ դա սովորական մաքսային ստուգման ընթացակարգ է, ավելի ուղղակի մենք խստացրել ենք ստուգումները եւ մի քիչ էլ պատճառաբանում են, որ իրենք Եվրոպական միության հետ ներդաշնակեցրել են որոշ օրենքներ, եւ քանի որ Ռուսաստանը գտնվող սանկցիաների տակ գտնվող պետություն է, իրենք հարկադրված են որոշակի ավելի զգուշավոր վերաբերվել եւ ավելի պահանջկոտ լինել ստուգումների ժամանակ։ Հիմնականում այս ձևով են իրենք պատճառաբանում։ Բայց եթե հաշվի առնենք, որ նույն կերպ այլ երկրների բեռները այդ վիճակում չեն հայտնվել, եւ հատկապես հայկական բեռներն այդ վիճակում եւ մասնավորապես նաեւ կոնյակը, կարելի է ենթադրել, որ սա ավելի շատ ուղղված էր Հայաստանի դեմ։ Դուք ունեք տեղեկություն հիմա ինչ քանի մեքենա կա այնտեղ կանգնած եւ ձեր կարծիքով վնասները, որ կրում են մոտավորապես հաշվարկ կա, թե ինչ վնասներ են կրում հայկական ընկերությունները։ Ես ձեզ ասեմ, մի ֆուրը 20000 շիշ կոնյակ է տանում մոտավորապես տեղավորում։ Եթե դա ասենք թե միջին գինը բազմապատկեն 3-4 դոլարով, մի մեքենայի գինը մոտավորապես ասենք միջինը $70,000 է։ Եվ հիմա այնտեղ մենակ մի ֆիրմայից ասենք 4-5 մեքենա է, տարբեր ֆիրմաներ այնտեղ մոտավորապես 10 կոնյակ արտադրող ավելի խոշոր գործարանների բեռները կանգնած էին, այսինքն մոտ 50-ի հասնող 40-50 մեքենա, դու եթե բազմապատկենք դա 70,000-ով, ապա 3.5 միլիոն դոլարի մոտավորապես ապրանք այնտեղ կանգնած էր։ Հիմա էլի քանակները նոր մեքենա ուղարկելն ավելացել են։ Բայց այստեղ ռիսկերը միայն դա չի, որ գումարային իրենք արդեն այսքան գումարներ չեն ստանում։ Եվ դրա պատճառով օրինակ գործարաններ կա, որ աշխատողներին արդեն հարկադիր արձակուրդ են տրամադրել, հարկադիր տուն են ուղարկել։ Քանի որ իրենք չգիտեին թե երբ կուղարկվի ապրանքը, երբ կհասնի կվաճառվի, գինը հետ կստանան եւ այլն գումարը եւ այլն եւ այլն։ Եվ դրանից բացի նկատի ունեք մի քանի գործարաններ, կոնյակ կամ գինի արտադրող։ Այո, կոնյակ գինի արտադրող Հայաստանում մի քանի գործարաններ հիմա իրենց աշխատողներին արդեն տուն են ուղարկում, քանի որ իրենք ֆինանսական այդ բարդ վիճակի մեջ են հայտնվել։ Երկրորդ պատճառը ավելի կարևոր, որ ես մի քանի առիթով ասել եմ, այն է, որ վրացական կողմը մեր կոնյակների փաստաթղթերը ստուգելով եւ կոնյակների նաեւ լաբորատոր ստուգումներ կատարելով ինքը տիրապետում է փաստորեն կոմերցիոն գաղտնիքներ, որոնք հայկական կոնյակը պարունակում են։ Այսինքն, որ
ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ քանակով է գնում, ինչ գնով է վաճառվում, կոնյակի որակը ինչպիսին է։ Այսինքն իրենք այս ամբողջ ինֆորմացիան հավաքելով ես կարծում եմ, որ մի օր կօգտագործեն այլ նպատակների համար, որտեղ Վրաստանում գաղտնիք չի, որ Վրաստանը նույնպես շահագրգռված է եւ հիմա զարգացնում է իր կոնյակի արտադրության ծավալները։ Ես ենթադրում եմ, որ սա կոմերցիոն գաղտնիքը շուկայի տեղեկությունները գողանալու ձև է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանի հետ։ Դոնալդ Թրամփը եւ Իլոն Մասկը, որ համարվում էին ամենամտերիմ դաշնակիցները, այս օրերին սրընթաց վերածվում են թշնամիների, հերթով հատելով միմյանց կարմիր գծերը, մեղադրանքների եւ կշտամբանքների վիրտուալ տարապ տեղալով միմյանց վրա։ Մասկը, որ վերջերս է թողել կառավարության արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, խիստ քննադատում է Թրամփի տնտեսական քաղաքականությունն ու անգամ նրա հրաժարականի մասին խոսում։ Թրամփը հայտարարում է խիստ հիասթափված է Մասկից։ Իլոնը շատ լավ տեղյակ էր այս մանրամասներին, շատ ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Նա որևէ խնդիր չուներ դրա հետ, հանկարծ խնդիր ունեցավ։ Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51 մանդատ, դեմոկրատների 59-ի դեմ, ինչպիսի անշնորհակալ վերաբերմունք։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջով եւ սոցիալական մեդիայի մեր հարթակներում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 18-ից։ Հաջողություն։